Գագիկ Ծառուկյանի մորառողջական վիճակը կտրուկ վատացել է, այս մասին գրել է Հրապարակ օրաթերթը։ Թերթի տեղեկություններով 93-ամյա Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է, երբ որդու նկատմամբ անօրինական բռնություն է կիրառվել։ Լուրերի համաձայն նա տեսել եւ շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։ 70-ամյա Գագիկ Ծառուկյանին օրերս իր տանը ազգային անվտանգության ծառայողները պարկեցրել էին հատակին, ապա բերման ենթարկել։ Ավելի ուշ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Ռոզա Ծառուկյանն արդեն լավ է։ Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Եվրոմոթորս ընկերության շենքի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը նշել է, որ իր զորակցությունն է հայտնում Ծառուկյանի ընտանիքին, ինչին միանում են նաև ընկերության Աբու Դաբիում գտնվող միջազգային մասնաճյուղերը։ Երկուշաբթի օր անագնգալ ժամը 8-ին լուր ենք ստանում, որ այստեղ եկել են եւ ինչ որ քննչական գործողություններ են գնում։ Գալիս ենք այստեղ, մի քանի հոգով մասնակցում ենք ընդհանուր գործողություններին, մեր մոտից վերցնում են 3 սերվերներ, 19 կոմպյուտերներ, լապտոպ եւ աշխատակիցների, բոլոր աշխատակիցների անձնական մոբայլները։ Եվ անշուշտ իմ անձնական մոբայլս ոչ աշխատանքային, որում մեջ 2 համար կա եւ արկրավում եմ։ Ոչ մեկ պատճառ Եվրոմոթորսը Հայաստանում BMW, Mini եւ Rolls-Royce ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, որի համասեփականատերը գործարար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ Բողոքի ակցիա է նաև Multi Wellness կենտրոնի շենքի մոտ։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը ահազանգել է մարզահամալիրի գործունեության կասեցումը եւ մուտքերի կապարակնքումը լուրջ վնասներ են հասցնում բիզնեսին։ Տնօրենի խոսքով համալիրը հայտնվել է անորոշ եւ վտանգավոր վիճակում։ Սարքավորումները, այդ թվում լողավազանների քլորակայանները եւ ջեռուցման համակարգերը մնացել են միացված, ինչը տեխնիկական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Փիրոյանը նշել է, որ իրենք խուզարկության ժամանակ համագործակցել են իրավապահների հետ եւ տրամադրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն համալիրի սերվերների, համակարգիչների եւ անձնական հեռախոսների արգրավումից հետո կենտրոնի աշխատանքը կատվածահար է եղել։ Տնօրենը հերքել է ՊԵԿ-ի հայտարարությունը խոշոր հարկեր թաքցնելու վերաբերյալ, այն որակելով աբսուրդային։ Փիրոյանի խոսքով իրենք դիմել են քննչական մարմիններին խնդրելով պատճենահանել տվյալներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ Տնօրենը կատարվածը որակել է որպես քաղաքական գործընթաց եւ կոչ արել իրավապահներին բիզնեսը չխառնել քաղաքականության հետ։ Ես հորդորում եմ բոլոր իրավապահներին, բոլոր այդ մարմիններին, ով որ այս գործի մեջ, չգիտեմ, զբաղված են, ով որ որոշումներ են կայացնում, չխառնել քաղաքականության հետ բիզնեսները։ Եթե կան խնդիր, իրենք կարող են իրանց խնդիրները իրանց ձևով որոշեն, հասկանան, բայց բիզնեսների հետ կապված պետք չէր աշխատողն այսքան աշխատող, այսքան խնդիրներ ստեղծել, ինչքան հնարավոր է խնդիր, այդքան ստեղծվել է, արդեն ստեղծվել է։ Կապարակնքված Օլիմպավան մարզաառողջարանական կենտրոնի աշխատակիցներն ու մարզիչները եւս բողոքի ակցիան իրականացրել, պահանջելով վերաբացել կենտրոնի դռները։ Մարզահամալիրի փակումը լուրջ խնդիրներ է ստեղծել հարյուրավոր երեխաների եւ ազգային հավաքականների մարզումների համար, որոնք պատրաստվում են առաջիկա կարևոր մրցաշարերին։ MMA մարզիչ Էրիկ Օհանյանի խոսքով իրավիճակն անընդունելի է, իրենք որևէ կապ չունեն տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ, պարզապես ցանկանում են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Կենտրոնի գործունեության կասեցումը վտանգում է ոչ միայն մարզումային գործընթացը, այլև հայկական սպորտի բնականոն ընթացքը, քանի որ այստեղ է գործում նաև Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը։ Օհանյանի խոսքով մտադիր են երկուշաբթի գալ սաների հետ միասին շարունակել մարզումները։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը եւ նրա թիմակիցները մեկնարկել են հետընտրական մարզային այցելությունները, նպատակ ունենալով դառնալ ժողովրդի ձայնը ազգային ժողովում եւ լուծումներ տալ երկար տարիների անտեսված խնդիրներին։ Դաշինքի ներկայացուցիչների առաջին կանգառը Նիզամի համայնքն էր, որտեղ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ բնակիչները բարձրաձայնել են գյուղում առկա օրհասական խնդիրների մասին։ Մանկապարտեզ չկա, համար առաջ։ Մանկապարտեզը։ Դպրոցի վիճակը որ նայեք, լացաները Մանկապարտեզի վրա գազ կան։ Երբ չկա դպրոցում, պլիտով է տակացել։ Գյուղացու մասը մտածող չկա։ Գյուղացին մեռել է, վրան լացող չկա։ Մարդը ապրանքը մշակ է, տանջվ է, այդքան գումարը դրել է, տանում դրում ջուրը գալիս է։ Մթերման խնդիր։ Այո, մթերման խնդիր։ Տիրական չկա, ով ինչ ուզում, այս տարի խնձորա ծախվի, օրինակն եմ ասում։ Համատարած գյուղացին խնձոր անում, տանում լսում ջուրը գալիս։ Գյուղացին խիպը տիրն են գնի գիշերներով փուչել։
Մեմանդարը շուտ է։ Ինչ գործում է։ Մեր այդ դրամատին թող մտածի այս կառավարություն։ Մեր գնա տենա ինչա պատահում։ Որ բարիք աստեղծում նրան է բռնում տանում բեր։ Նարեկ Կարապետյանն ու թիմակիցները լսել են բնակիչների դժգոհությունները, շեշտելով, որ իրենց նպատակն է պետական մակարդակով բարձրաձայնել եւ հասնել այս խնդիրների համակարգային լուծմանը։ Դաշինքի ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենց գործունեությունը ուղղված է լինելու հենց բարիք ստեղծող գյուղացու շահերի պաշտպանությանը եւ պետական հոգացության ներքո համայնքների կենսունակության վերականգնմանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին նվազել է 21.5%-ով 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է 10 գործակալությունը։ Ըստ վիճակագրության, ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $2196 միլիարդ, մինչդեռ 2025 թվականին կազմել էր $2763 միլիարդ։ Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը 36.7%-ից հասնելով 29.8%-ի։ Միևնույն ժամանակ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ աճել է Բելարուսի հետ 8.3%-ով, Ղազախստանի հետ 10%-ով, Ղրղզստանի հետ 194.8%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $765 միլիարդ, ինչը 0.1%-ով պակաս է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածի $780 միլիարդ ցուցանիշը։ Իրանը հայտարարել է, որ չի բանակցի ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր մոտեցումը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն համաձայն է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ, բայց հստակեցրել էր, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ Իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե ԱՄՆ-ն դավաճանի հրադադարի հուշագիրը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորության կապակցությամբ գրավոր ուղերձ է հրապարակել։ Մենք երդվում ենք վրեժխնդիր լինել ձեր արյան եւ այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար, պատժելով հանցագործ եւ խայտառակված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է եւ այն անպայման պետք է իրականացվի, ասված է հայտարարությունում։ Նա նաեւ նշել է, որ հատուցումը ժողովրդի ուղղակի պահանջն է եւ անպայման պետք է կյանքի կոչել։ Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը չէր մասնակցում անվտանգության նկատառումներից ելնելով։ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինային թույլատրել է սեփական տարածքում արտադրել Patriot համակարգի ակոթային հրթիռներ։ Այս համաձայնությունը հաջորդում է Վլադիմիր Զելենսկուի հետ բանակցություններին եւ վկայում է երկու առաջնորդների միջև փետրվարյան սուր հակասությունների հաղթահարման մասին։ Չնայած քաղաքական այս ձեռքբերմանը ոլորտի մասնագետները կասկածի տակ են դնում ծրագրի արագ իրագործումը եւ արտադրության մեկնարկը կանխատեսում են ամենաշուտը 1 տարի անց։ Նման հապաղումը Կիևին ստիպում է շարունակել հրթիռների սուր պակասուրտի պայմաններում ընտրողաբար պաշտպանել միայն առանցքային քաղաքներն ու էներգոհամակարգերը։ New York Times պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնից ստանձնել է Վենեսուելայի փաստացի կառավարումը Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այժմ վերահսկում է երկրի ֆինանսական հոսքերն ու նավթային ոլորտը, արտահանման ողջ հասույթն ուղղելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տնօրինության տակ։ Նա պարբերաբար համակարգում է պետական կարևորագույն որոշումները Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։ Թեև Սպիտակ տունն այս վերահսկողությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության անցման փուլ, քննադատները կասկածի տակ են դնում Վաշինգտոնի անկեղծությունը, սա համարելով երկրի բնական պաշարներին տիրանալու փորձ։ Վենեսուելական գործընթացների նկատմամբ ունեցած այս աննախադեպ ազդեցությունը կարող է վճռորոշ դեր խաղալ հենց Մարկո Ռուբիոյի քաղաքական առաջխաղացման հարցում։ Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժի հետևանքով ըստ պաշտոնական տվյալների զոհերի թիվն արդեն գերազանցել է 4100-ը, իսկ վիրավորներինը 16000-ը։ Աղետից առավել շատ տուժել է Լա Գուայրա ափամերձ նահանգը, որտեղ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերել են ամբողջական թաղամասեր։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, քանի որ հազարավոր բնակիչներ համարվում են անհետ կորած։ Թուրքիայի Ռիզե քաղաքում ճանապարհի մի հատված փլուզվել է։ Մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքները հողաշերտի լուրջ սողանք են առաջացրել։ Առաջացած վտանգի պատճառով հարակից երկու շենքի բնակիչներն անհապաղ տարհանվել են։ Պատասխանատու մարմինները կասկածի տակ են դնում կառուցապատման տեխնիկական նորմերի պահպանումը։